Հենց որ արտանանում եմ, հեռուստացույցը միացնում եմ մի անգամից, եւ հեռուստացույցը հենց առավոտվա առաջի ժամերից ինձ ուղղորդում է մինչև տնից դուրս եմ գալիս։ Ես հեռուստացույց նայում եմ արդեն 43 տարի, բայց ցավոք հեռուստադիտող դեռևս չեմ եղել, որովհետև դա ինձ համար մշտապես աշխատանք է եղել։ 2000 թվականների սկզբին ես կարծում եմ այդ որակը շատ էր ցածր։ Հիմա ոչ, հիմա վիճակը փոխվեց, ես շատ հաճախ նայում եմ մեր հեռուստաընկերության ընկերությունների ծրագրերը։ Եթե նա քո ալիքը չնայի, մեղավորը ինքը չի, մեղավորը դու ես, որովհետև ներմին է այդ ժամանակ դու ավելի լավ ես տիպես իրեն, որ ինքը նայ գեներալի աղջիկը, քան ինքը փոխի ալիքը եւ նայ կրիմինալ սերիալ, ուրիշ ալիքով, հայրենիքներով սերիալ, բաթայերնով սերիալ, այսինքն մենա այդ սերիալը նա նայելու է, ավելի լավ դու ստիպես, որ ինքը նայի դա, էս է խնդիրը։ Դրա համար ասենք, այսպես ասեմ, հանրային հեռուստատեսությունում այսօր գրեթե գուցե շատ բան չկա, որով հպարտանում եմ, բայց գրեթե չկա բան, որի համար ամաչում եմ, սենց ասեմ։ Բարեփոխումների մի բուրըն շրջան պիտի անցներ նորաստեղծ Հայաստանը եւ ամեն օր պիտի ընդուներ նոր մարտահրավերներ, ձեռնամուխ լիներ իր վերափոխման, իր վերակազմավորման հերթական խնդիրն։ Այդ խնդիրներից մեկը այդուհանդերձ պետականից ազգայինից հանրային հեռուստատեսության ուրեմն անցումն էր։ Օրենսդրական դաշտ սկզբունքային մոտեցումներ ձևավորվեցին 2000-ի ավարտին, երբ գրվեց հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքը, որը հստակ հայտարարեց եւ սահմանեց, որ այսուհետ պետական հեռուստաընկերություն, դա կլինի պետական թե ազգային անվանմամբ չպիտի գործի եւ պիտի հեռուստաընկերությունը լինի հանրային։ Գործում եմ ընկալել այն հաղորդագրությունները, որը եթե Հայաստանում մեր տեղական հեռուստաընկերությունները ինչ են ուզում դրանով ասել։ Ընդամենը 55 տարի առաջ ստեղծված հայկական հեռուստատեսությունը հասցրեց ունենալ եւ իր փառավոր տարիները եւ նույնիսկ հասցրեց ունենալ իր անկումը։ Այսօր մարդկությունը իրոք հեռուստատեսության ձեռքը կրակներ է եւ հեռուստացույցը այն միակ երևույթն է, որը լրատվամիջոցների մեջ, որը ստացել է սատանայի արտահանումը։ Ընդհանրապես ամբողջ աշխարհում հեռուստատեսությունը, լինի արևմտքում թե արևելքում, հեռուստատեսությունը ինքն է ձևավորում պահանջարկ իր առաջարկով։ Բայց չգիտես ինչու Հայաստանում, հայաստանյան հեռուստաընկերությունների ղեկավարներն ու տերերը որոշեցին, որ պետք է քայլել հասարակության հանրության պահանջին զուգահեռ, այսինքն տալ այն, ինչի պահանջարկը այսօր կա։ Եվ իջնելով մակարդակը այսօր մենք ունենք այնպիսի հեռուստատեսություն, որ վերջին հարցումների համաձայն հեռուստադիտողների 30%-ը վերջին տարվա ընթացքում լքել են հեռուստացույցը եւ տեղափոխվել են այլ ցանցեր, կաբելային, արբանյակային, ինտերնետային։ Իմ կարծիքով Հայաստանի դեպքում պետք է որոշակի սահմանափակումներ իհարկե ունենա մասնավորի հետ կապված, բայց միշտ այդպիսի մի խնդիր է առաջանում, որ աշխարհի որոշ երկրներում ներվել։ Օրինակ երկրներից մեկում օրենսդրորեն վերցրեցին արգելեցին գովազդը հանրային ալիքով, սահմանեցին, որ հանրայինը պետք է ցույց տա, չգիտեմ, այս բաները միայն ուրիշ բան իրավունք չունի ցույց տալու, արդյունքում այդ նախկին պետական այդ ալիքը, խոսքը նախկին խորհրդային երկրներից մեկի մասին է, դարձավ, ասենք, իրենց մոտ ամենացածր փոքր լսարան ունեցող եւ ռեյտինգային բաների ամենահատակը, չէ՞։
որից հետո արդեն նույն ազգային ժողովն պարլամենտում իրենց որ այդ որոշումները ընդունել են, հարց բարձրացավ, եթե այդ ալիքը ոչ ոք չի նայում, ինչի ենք այդքան փող տա։ Հեռուստատեսությունը մեր իրականության ռոլին այսօրվա մեր հեռուստատեսությունը վատն է, որովհետև մենք վատ ենք ապրում։ Եվ այս պայմաններում, քանի դեռ տնտեսությունը մոնոպոլիզացված է եւ մոնոպոլիզացվում է մեդիա դաշտը, մենք չենք կարող ունենալ դեմոկրատական արժեքներ։ Ես կարծում եմ, եւ իմ անձնական ուսումնասիրություններից հետո գալիս եմ այն եզրակացության, որ Ռուսաստանի այսօրվա հանցագործ ամբարո կյանքի մեջ մեծ նշանակություն ունեցավ ռուսական հեռուստատեսությունը, որտեղ 90-ական թվականներին, երբ որ մենք մտքի մեջ էինք ապրում, նոր էր այս անկախությունը, սովետի, ասենք, կործանումը եւ այլն սկսվել, այսօրվա RTR-ը փայլուն ալիքադար է։ Այն ժամանակ սկսեց ուժսներ ցույց տալ, որ մեր ժողովուրդը սովետական չէր տեսել, սկսեց պոռնո ցույց տալ, որ չէր տեսել։ Այդ ամեն ինչը կուտակվել, ես սարսափած ամեն օր գործի տեղ ասում եմ, դուք սպասեք, տեսեք Ռուսաստանը ինչ ա լինելու մի քանի տարի հետո։ Ես գտնում եմ, որ այդ ամեն մի հաղորդագրություն, որը որ փորձում է ներկայացնի, պիտի բխի ազգային ռազմավարական քայլից։ Ինչ ենք մենք ուզում դրանով ասել, որովհետև հեռուստատեսությունը լինելով այն գործիքը մասսայական, շատ ավելի որ լայնաշերտ մասաների միանգամից ինֆորմացիա տալու համար ինքը բավականին մեծ գործիք է։ Չեմ ասում ավելի այն հասարակությունում, կոնկրետ մեծ մայրաքաղաքներում, որտեղ ինտերնետային դաշտը ավելի մեծ է եւ մարդիկ կարող են տարբեր զանգվածային լրատվամիջոցներից ունենալ ինֆորմացիա։ Եկեք նայենք հեռավոր շրջաններում բնակվող մարդիկ, որոնց համար միակ ինֆորմացիան աշխարհի հետ տալիս է հեռուստատեսությունը։ Եվ դեռ ունենք շատ ավելի տեղեր, որտեղ ընդհանրապես բռնան 1 կամ 2 ալիք։ Եվ այդ նույն սփռած ինֆորմացիան արդյոք մենք ինչ ենք տալիս եւ ինչ ենք ուզում ստանալ։ Այդ խնդիրները, որոնք որ առաջ մեզ դրա պատասխանը չեն տեսնում։ Օրենսդրական պահանջը իմպերատիվ է եւ այն բայց է, բայց մենք բոլորս հասկանում ենք, որ եւ մեր մենտալիտետի առանձնահատկությունից ելնելով եւ նաեւ բոլոր process-ների իներտությունը հաշվի առնելով պիտի անցնենք եւս մեկ ժամանակ հայտարարված եւ սահմանված պահանջները բովանդակորեն հանրայնացնելու համար։ Ինչ վերաբերվում է բովանդակության մեր հեռուստահաղորդումների, ես պետք է խոստովանեմ, որ հիմնականում նայում եմ լրատվական հաղորդումները, ըստ որում փորձում եմ նայել բոլոր ալիքների լրատվական հաղորդումները եւ որոշ չափով ես պետք է ասեմ նրանք ավելի են գողացնում, քան ասենք նույն տոք-շոուները կամ ուրիշ ժանրերը հեռուստատեսային, որոնք որ այսօր մեր հեռուստաէկրանների վրա հայտնվում են։ Ես հասկանում եմ, որ հեռուստահաղորդումը ձևը ինքը ֆորմատը կարելի է ընդօրինակել, ասենք նույն որևէ եվրոպական երկրի, հեռուստակայանից կամ ամերիկյան, այսինքն ինքը ուղղվածությունը կամ ինքը ձևը, բայց բովանդակությունը պետք է անպայման տեղայնացվի եւ լավ տեղայնացվի։ Ինչու է ձևավորում այդ խնդիրները, որոնք գոյություն ունեն։ Կարծես թե մեր բանավեճերը չեն ընթանում որպես բանավեճեր, այլ գնում են հարց ու պատասխանի շոու միջոցառումներ։ Միջոցառումը դառնա ավելի շատ շոու, քան թե ինքը որ դառնա ավելի նպատակաուղղված կամ վեր բարձրացվող հարցերի համար քննարկումների տեղ լինի։ Ես օրինակ հակված եմ, որ ինքը շատ լավ լինի մշակութային բարձ քննարկումների վայր։ Ասեմ, որ այսօր իհարկե հեռուստատեսությունը ուզում ասեի գրեթե, բայց պետք է բացառապես, չի կատարում այդ ֆունկցիան, բոլորովին դա չկա, այսինքն այդ նույնիսկ միտումը չկա, նույնիսկ այդ ցանկությունը ոնց որ թե նույնիսկ չկա, որովհետև այն պրոդուկցիան կամ այն արտադրությունը, արտադրանքը, որը տալիս է այսօր հեռուստատեսությունը, չի տրամադրում ինձ ասելու, խոսելու դրական, այդ առումով, որովհետև այն սերիալները, որոնք մենք տեսնում ենք էկրանի վրա, հասկանում ենք, որ պրոպագանդում է ավելի շատ այն արժեքները, որոնք որ չպետք է պրոպագանդեն։ Եթե նայում ենք ֆիլմեր, շատ անգամ չենք տեսնում, նկատի ունեմ կինոֆիլմեր, շատ անգամ չենք տեսնում այն ֆիլմերը, որոնք որ կարող են ինչ-որ մի դրական բան փոխանցել հեռուստադիտողին կամ երիտասարդներին կամ մատակսերին։ Իհարկե
Չեմ ասում, որ չկա ուսուցողական հաղորդումներ, բացարձակ չկան ուղղակի այդպիսի հաղորդումներ, իսկ ժամանակին այդպիսի հաղորդումներ կային թե լեզուներ էր, թե ասենք նույն պատմության հետ կապված, պատմության վերաբերյալ, գրականության եւ։ Այնպես որ ինձ թվում է այսօր հեռուստատեսությունը բացարձակ չի զբաղվում այդ ֆունկցիայով, այդ գործառույթով, դաստիարակչական կամ գիտություններ, գիտելիքներ փոխանցելու առումով։ Այնպես որ շատ տխուր է վիճակը այդ առումով։ Մենք ամենաշատ դատական հայցեր ունեցել ենք հեռուստաընկերությունների հետ։